Մայրամ Խուրշուդյան, նամակը։ Հեռավոր գյուղերից մեկում մի ծեր կին էր ապրում։ Նա մի որդի ուներ, ով հեռացել էր գյուղից ու մոռացել մորը։ Այդ գյուղում մի փոստատար կար, ում ամեն անգամ տեսնելիս կինը հարցնում էր. «Նամակ չունեմ որդիս»։ Փոստատարը գլխով էր անում ու հեռանում։ Այդպես ամիսներ էին անցնում։ Մի օր փոստատարը թակեց ծեր կնոջ դուռը ու նամակ հանձնեց։ Կինն ուրախությունից փարվեց նրան և հուզմունքից լաց եղավ։ Այդ օրվանից ամեն շաբաթ փոստատարը ծեր կնոջը նամակ էր բերում։ Տարիներ անց կինը մահացավ։ Մի օր թակեցին փոստատարի դուռը։ Ներս մտավ գյուղապետը ու նրան նամակ հանձնեց։ Փոստատարը բացեց ծրարը, զարմանքից քարացավ և հուզմունքից սկսեց բարձրաձայն կարդալ. «Որդիս, շնորհակալ եմ այս տարիների ընթացքում ցուցաբերած վերաբերմունքիդ համար։ Քո գրած նամակներն ինձ ուժ ու սեր էին տալիս։ Առաջին իսկ նամակից հասկացա գրողը իմ տղան չէ, նրա հոգում ջերմություն չկա։ Իմ տունն ու տարիներիս վաստակը քեզ եմ նվիրաբերել, դրանք մանրուք են այն բանի դիմաց, ինչ դու արեցիր։ Ապրիր ու վայելիր իմ արժանի զավակ։ Հարազատությունը միայն այրունով չի որոշվում, այն ծնվում է նաև փոխադարձ ջերմությունից և հոգատարությունից։ Հարազատ է նա, ով լույս և վստահություն է բերում։ Դա է կյանքի իսկական արժեքը և այն, ինչ թողնում ենք իրար որպես ամենագեղեցիկ ժառանգություն։